Նրանք, ովքեր կասեն, որ կնքվելիք համաձայնագիրը խաղաղության համաձայնագիր է, տհաս են եւ դեբիլ են, որովհետեւ միայն դեբիլը կարող է կարծել, որ Թուրքի հետ հնարավոր է զիջումների գնալով խաղաղության պայմանագիր ստորագրել։ Նիկոլ Փաշինյանի սազանդարներից ամենակարկառունը Արամ Զավենի Սարգսյանը, մեր սպարապետ եղբայրը, արդեն ասեց, որ ունենք ինչ ունենք եւ համաձայնագիրը չկնքել նշանակում է առերեսվել նոր պատերազմի վտանգին։ Իրականությունը լրիվ այլ է, համաձայնագիրը ստորագրել նշանակում է մոտեցնել պատերազմ։ Սա պատերազմի պայմանագիր է, սա պատերազմի վտանգներով հղի պայմանագիր է։ Վերջի երկու կետը, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, վերաբերվում են հայցերը հետ քաշելուն եւ սահմանում երրորդ ուժերի դիտորդներից հրաժարվելուն։ Այսինքն Եվրոպական միության այն դիտորդները, որոնք արդեն մի քանի տարի է վերահսկում են եւ ապահովում են մեր սահմանի անվտանգությունը եւ որոնց շնորհիվ հարյուրավոր հայ մեր զինվորների կյանքեր փրկվեց, որտեվ այդ դիտորդների հայտնվելու հաջորդ իսկ օրվանից դադարեց միջադեպերը դադարեցին սահմանում, սնայպերի խփած զինվոր եւ այլն։ Եվ նրանց հեռանալուց հետո այդ միջադեպերը կվերսկսեն, մենք նորից կստանանք զոհեր սահմանում եւ միգուցե նաեւ հենց լայնածավալ ագրեսիա։ Հայցերը վերադարձնելը, հետ վերցնելը նշանակում է, որ Ադրբեջանը իհարկե իր հայցերը հետ չի վերցնի, Հայաստանը կհրաժարվի իր հայցերից, իր պահանջներից եւ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականը դրա պատճառով էր, իսկ դա նշանակում է, որ մենք որևէ իրավունք եւ պահանջ չունենք, բայց Ադրբեջանը կշարունակի պահանջել եւ նույն Բայրամովը վերահաստատեց, որ Հայաստանը ռազմական հանցագործություն է կատարել Հայաստանի հանդեպ, ուրեմն հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ, զինվորներ, ովքեր կռվել են ադրբեջանական հողերում, նկատի ունի Արցախը, հանդիսանում են ռազմական հանցագործներ, որոնք թաքնվում են Հայաստանում եւ պիտի արտահանձնվեն, որ Հայաստանը շահագործել է ադրբեջանական հողերի, ասել է թե մեր հայոց Արցախի հանքերը, բնությունը, ջրերը եւ այլն եւ պիտի հատուցի, իսկ դա միլիարդավոր դոլարների ռեպարացիաներ է եւ այլն եւ խոսքը գնում է իհարկե նաեւ Միջանցքի մասին, այսօր Դավաճանը ասեց, որ տալու է ճանապարհը անկլավների հազարավոր, 100 հազարավոր ադրբեջանցի այսպես կոչված փախստականների վերադարձի։ Սա Հայաստանի որպես ինքնուրույն ինքնիշխան պետություն ոչնչացման համաձայնագիր է եւ ես ամենայն անկեղծությամբ եւ ամենայն պատասխանատվությամբ այսօր ասում եմ այն բոլոր մարդիկ, այն բոլոր քաղաքական գործիչները, ովքեր կպաշտպանեն այս համաձայնագրի ստորագրումը, պետական դավաճանություն են գործում եւ ենթագա են ամենախիստ պատժի հաջորդ իշխանությունների, ազգային իշխանությունների կողմից։